Հայկական փայլատ թիթեղն է գրավել ադրբեջանցիների ուշադրությունը։ Բաքվի ընկերությունը Երևանին դեռ պատվեր չի տվել, բայց առայժմ էկոնոմիկայի նախարարի խոսքով ամենաերկար բանակցություններն այս հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատիթեղը մեզ հետաքրքրում է։ Ցանկերը, որ մատնանշում է Պապոյանը, Երևանն ու Բաքուն փոխանակել էին դեռ այս տարեսկզբին, թեպետ նույն այդ ընթացքում Ադրբեջանն արդեն նավթամթերք էր Հայաստանին վաճառում, նաև ուղարկում ռուսական հացահատիկ։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որ պատրաստ էինք մենք իրենց վաճառել, կառավարությունը ներառել էր փայլատիթեղը, այլումինը, ֆերոմոլիբդենը, մսամթերքը, միրգ բանջարեղենը, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ Ստացվում է 4 ամսում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլատիթեղն է նրանց հետաքրքրել։ Ադրբեջանը կարիք չունի, ինչ որ եթե մի կարիք ունենա, ինչ որ փայլատիթեղի, ճիշտ ասած մենք չգիտենք իրականում հետաքրքրում է թե անուղղակի աղբյուրներով դրա ուրեմն հաստատում որպես այդպեսին չունենք։ Բնականաբար Ադրբեջանը հասկանում է, որ իր համար Հայաստանը որպես ներկրվող ինչ որ ապրանքներ որովհետեւ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար չի առնում, չի համար առնի։ Հայաստանը իր համար ընդամենը սպառման շուկա է, լավագույն դեպքում հիմա ինչքան որ կարողանա բենզին կվաճառի, կարող է մեր բան առնի, ինչ որ էական մեծ փոփոխություն չի բերել։ Իսկ այն, որ մենք Բաքվից առևտուր ենք անում, նաև այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ հիմա արդեն սովորական բնույթի է դարձել։ Ինքը Պապոյանը հաշիվը կորցրել է։ Այս process-ը այն որ Ադրբեջանի տարածքով գալիս է, այդտեղ այնքան ապրանքը ամեն օր չէ, բայց պարբերաբար այնքան է գալիս, որ ինքը շատ սովորական երևույթ է արդեն դարձել։ Եվ ինչպես ասում են, ես օրինակ կորցրել եմ արդեն հաշիվը, ապրանքատեսակների ցանկը եւ այլն։ Հայ-ադրբեջանական այս առևտրաշրջանառությունը հաստատված խաղաղության վկայություններից է արդյոք, ինչպես պնդում են իշխանությունները։ Քաղաքագետի պատասխանը միանգամից է ոչ։ Հիշեցնում է Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Ամեն դեպքում նաև տնտեսական նշանակություններ անցան ունեցավ, հիմա ամեն դեպքում կլինի $1 միլիոն, եթե լրացուցիչ գումար գնա Ադրբեջանից, դա Ադրբեջանի նավթային ընկերությանը ինչ վնաս է տալու, գրպանից փողը դուրս չի գալու։ Իան պետք է քաղաքական հարցը, որովհետև այստեղ պետք է լինի ամբողջովին այն տեսակետը պետք է իշխի, որ Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղություն է։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ։ Տնտեսական համագործակցության խոսույթը ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը մնում է թղթի վրա։ Արդյոք այդ երկխոսությունը կվերածվի իրական տնտեսական կապերի։ Փաստացի կախված է ոչ միայն շուկաների պահանջարկից, այլև քաղաքական որոշումներից։ Մինչև այդ Երևանից Բաքու հետ դարձող գնացքները շարունակում են ճանապարհ ընկնել դատարկ վագոններով առանց բեռի։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Չնայած վարչապետի այս հայտարարությանը Մոսկվայից տարակուսանքով արձագանքեցին Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին, ինչպես հենց բանաձևել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։ Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ռուսական կառավարման հայկական երկաթուղին Ղազախստանին փոխանցելու հարցը Նիկոլ Փաշինյանը բնորոշել էր որպես օրակարգում թևածող հարց։ Թեպետ այնպես չէ, թե Երևանի տեսադաշտում միայն Աստանան է, այլ պետությունների անուններ են շրջանառվում՝ Քաթար, Քուվեյթ։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Հայկական երկաթուղու երրորդ երկրին վաճառելու քննարկումները թեժացել են այս տարեսկզբից, թեպետ երասխ աղուրիկ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, Հայաստանն այնուամենայնիվ սկսեց Ռուսաստանի հետ քննարկել նաև երկաթուղու կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառն է, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը։ Հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարության
կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով։ Թրիփի բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ծրագրով շրջանցել հենց մեզ, ինչը ըստ Փաշինյանի կնշանակի, որ մենք կորցնում ենք մեր ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունը։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Այսուհանդերձ վարչապետի մոսկովյան վերջին այցից հետո Դաշնության փոխվարչապետ Օվերչուկը պնդեց, թե միայն Հայաստանի կառավարությունն է, որ այս ոլորտում կասկածի տակ է առնում համագործակցության հնարավոր շարունակությունը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր հարևանները, նույնիսկ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով եւ ռուսական երկաթուղիների հետ համագործակցելով, եւ միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայկական երկաթգծերը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել է 2008-ին 30 տարով եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փաստաթղթի գոյության 18-րդ տարում փորձագետներն այնքան էլ իրատեսական չեն համարում կառավարական փոփոխությունները, որքան էլ Երևանի առաջ քաշած պատճառները օբյեկտիվ լինեն, շեշտում են մասնագետները։ Այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Այնինչ այսօր քննարկվում է երկաթուղու շուրջ ըստ մասնագետների վեր է կոնկրետ պայմանագրերից կամ տեխնիկական ընթացակարգերից։ Սա մինչև արտաքին քաղաքական հավասարակշռություններ ձգվող դինամիկա է։ Փորձագետներն ասում են հայկական երկաթգծերի ռուսական կառավարման միջև ստեղծված միջավայրը փաստում է տնտեսական ենթակառուցվածքների կառավարման թեման այլևս միայն տնտեսական չէ, սա հարաբերությունների որակի վստահության եւ ապագա կուրսի չափիչ է։ Զորակոչիկների թիվը 2024-ին Հայաստանում հասել է 14000-ի 3 անգամ պակաս, քան 2010-ին։ Վիճակագրությունը խորհրդարանում ներկայացնում է падգամավոր Հայկ Սարգսյանն ու ներկայացնում այս մտահոգիչ խնդրի լուծումը, օրինագիծը, որը մշակել է դեռ տարիներ առաջ։ Այն սակայն նախորդ քվեարկության ընթացքում չի արժանացել իր խմբակցության հավանությանը։ Սա է նաև պատճառը, որ քննարկումն անցնում է լարված մթնոլորտում, հնչում են փոխադարձ մեղադրանքներ։ Պարոն Քոչարյան, մենք իրար հետ պայմանավորվել ենք։ Վարչապետի ներկայությամբ ներկայացրել եմ։ Մենակ վարչապետի չէ, երկու փոխվարչապետ է, աշխատակազմի ղեկավար, գլխավոր շտաբի պետ։ Այդտեղ նստած է եղել, դեմ կարծիք չես արտահայտել։ Մինչ գերատեսչական հանձնաժողովը ձևավորվի վարչապետի որոշումով, դու հանձնաժողովի մշտական անդամ ես, բազմաթիվ նիստեր ենք արել, 6 ամիս քննարկել ենք, մի անգամ չես ասել դեմ ես։ Ամերիկա գնալուց առաջ ասել ես կողմ եմ։ Հիմա հետեսեկի ինչ առանց քեզ նիստ են կարի ասում ես դեմ եմ, ասեցա դեմ եմ։ Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զորտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովի նիստը բնականաբար լավ կլիներ, որ այստեղ լինեի, բայց մտության քողի տակ փորձեցին արտահերտ նիստ անեն, հետո չարեցին։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրված շատ խնդրահարույց էր եւ ֆրակցիանա դեմ քվեարկել նաեւ ինքը։ Հայկ Սարգսյանը ասում է, օրինագծով առաջարկել է հստակ լուծումներ, բարձրացրել ծառայության սահմանային տարիքը, քրեականացնել բժշկական կեղծ հիմքերով ծառայությունից խուսափումը, թույլ տալ մեծ վճարով կարճ ծառայություն եւ թանկացնել քաղաքացիությունից հրաժարումը։ Սա կնվազեցներ օրինակ նրանց թիվը, ովքեր փոխում են քաղաքացիությունը մինչեւ զինապարտության տարիքը։ 2025 թվականին Իգական սերի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարել է 68։ Արական սերի հրաժարվողների թիվը աճել է 44%-ով, հասնելով 2811-ի։ Թե մեր հավանական թշնամիները կամ հակառակորդ համարող պետությունները ինչքան գումար պետքա ծախսեին, որ մեր բանակի թիվը 30%-ով պակասեր, դուք դա արել եք անվճար։ Շատ լավ, պարոն Սարգսյան։ Գիտակցված դուք մեր հետ միասին դեմ եք քվեարկել։ Դա այլ խնդիր է։ Ես դեմ եմ քվեարկել մի պայմանով, որովհետև խմբակցությունը ասել է դեմ եմ քվեարկելու, ամբողջ տաբլոյի վրա մենակ իմ կանաչ լույսը չվարվի։ Օրինագիծն ի սկզբանե ընդունելի չէր թե օրենսդիրների, թե հանրության մի մասի համար, այն պարզ պատճառով, որ բանակում դրա կիրառության հետևանքով կարող էր սոցիալական շերտավորման process սկսել։ Դուք խնդիրները լուծելու փոխարեն ասում եք կախվեր, քանի որ բանակից փողով ազատում են, քաղաքացիությունից հրաժարվում են, եկեք սարքենք մի քանի միլիոն տա ու ազատվի։ Խնդիրը այդ ստվերային բաները լուծելն է եւ ոչ թե դրա լուծման համար միջանկյալ տարբերակ փողով ազատվել։ Այս քաղաքացիներին ովքեր հրաժարվում են, ասենք ախպեր ջան, եթե դուք ուզում եք հրաժարվեք, 15 միլիոն վճարեք, դա այն գումարն է, որը այսօր վճարում ենք 27 տարին լրացած չծառայեցնել, այսինքն դա այն գումարն է, որը հավասարեցված է երկու պայմանագրային զինծառայող, երկու տարվա աշխատավարձի։ Մենք եթե ուզում եք հրաժարվեք չծառայեք,
Վճարեք այդ գումարը։ Դա վերցնենք տանք 10 հոգու ծառայողների ամեն մեկին 1.5 միլիոնով։ Ինչ վերաբերում է բանակում իրականացվող բարեփոխումներին, падգամավորը նշում է, որ չնայած իրականացվող աշխատանքներին, օրինակ զորամասերի արդիականացման ուղղությամբ այդուհանդերձ պարզագույն կենցաղային խնդիրներ դեռ մնում են չլուծված։ Օրինակ տարիներ առաջ սառը ջրով լողանալու հետևանքով մահացած զինվորին վերաբերող քննարկման ժամանակ պաշտպանության նախարարին դիմել է զորքին ավելի հաճախ լողանալու հնարավորություն ստեղծելու հարցով։ Պապիկյանը ըստ Սարգսյանի նշել է, որ շատ բանակներում են շաբաթը մեկ անգամ լողանում, ինչը ճիշտ է, այդպես է հիմնականում ընդունված աֆրիկյան եւ խիստ ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում, եզրափակում է падգամավորը։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարաններով ապահովման աջակցության ծրագրին կարող են դիմել նաև միայնակ մայրերը, որոնք ունեն անչափահաս երեխա եւ չունեն գրանցված ամուսնություն։ Կառավարությունը հաստատեց սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը վերաբացելու նախագիծը։ Վերաբացման հիմքում դրված են 3 հիմնական նպատակներ եւ ուղղություններ, ըստ որոնց էլ որոշվել են այն թիրախային խմբերը, որոնք կարող են օգտվել ծրագրից։ Միաժամանակ այն ընտանիքները, ովքեր 24 թվականի հունվարի 1-ից մինչև 25 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերել հողամաս, անկախ նրանից շինթույլտվությունը ստացել էին, թե ոչ։ Հողամաս ձեռք բերել ասելով հասկանում ենք ինչպես վարք ու վաճառքի գործարքը, այնպես էլ օրինակ ժառանգության, նվիրատվության ստացումը, հողամասի նշանակության փոփոխությունը։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ այս պահին բնակչության թվի եւ փաստացի շահառուների հարաբերակցությունը չի գերազանցում 10%։ Այստեղ ընդգրկված են 49 սահմանամերձ գյուղական բնակավայրեր։ Ըստ Ղարագյոզյանի գործում է նոր պայման, քանի որ ստացվել էին դժգոհություններ, որ հարևան բնակավայրերից մարդիկ եկել եւ տներ են կառուցել, իսկ տեղի բնակչությունը տարբեր պատճառներով չի հասցրել օգտվել ծրագրից։ Որոշվել է, որ այս նոր քվոտաները կվերաբերեն բացառապես այն ամուսիններին, որոնցից առնվազն մեկը վերջին 1 տարվա ընթացքում ունեցել է տվյալ բնակավայրում հաշվառում։ Երրորդ ուղղությունը, որով վերաբացվել է ծրագիրը, վերաբերում է այն ոչ սահմանամերձ բնակավայրերին, որտեղ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են դպրոցներ եւ որտեղ աշակերտների թափուր տեղերը գերազանցում են 50%-ը։ Ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 1 տարին ունենա տվյալ գյուղական բնակավայրի հաշվառում, իսկ եթե խոսում ենք դպրոցներով պայմանավորված նոր ոչ սահմանամերձ առանձին բնակավայրերի քվոտաների մասին, ապա այստեղ երեխան պիտի լինի 10 տարին չլրացած եւ ամուսիններից որևէ մեկը չպետք է ունենա վերջին 1 տարվա հաշվառում Երևան քաղաքում եւ անշարժ գույք Երևան քաղաքում։ Լավ կլներ իհարկե այդպիսի սահմանափակումներ չլինեին, որովհետեւ երբեմն լինում է, որ ընդհանրապես ուսուցիչ չի լինում եւ մարդը կուզենար օրինակ այդ բնակավայրում համաշխատել, համել իրեն ընտանիքով մնար այդ բնակավայրում, ցավոք սրտի այդ հնարավորությունից չի կարող օգտվել, որը այդքան էլ լավ չի։ Ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափը 16 միլիոն դրամ է։ Բացառություն են միայն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղական 4 բնակավայրերը՝ Բաղանիս, Բերքաբեր, Ոսկեպար եւ Կիրանց, որտեղ աջակցությունը 21 միլիոն դրամ է, եթե վերջին 1 տարվա ընթացքում ամուսիններից առնվազն մեկը բնակվել է եւ հաշվառված է տվյալ բնակավայրում։ Հիշեցնենք, որ ծրագրով ժամկետը կերկարաձգվի մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանված 2400 շահառուի փոխարեն կընդգրկվեն մինչև 3820-ը։ Կանխատեսվում է, որ շահառուների թիվը 2026-ին կավելանա 1170-ով, ընդ որում ամսական շահառուների թվի աճը կկազմի 130։ Այս նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի փոփոխություն, կլինի շուրջ 1 միլիարդ 398 միլիոն դրամի ավելացում։ Արմավիրի մարզում գյուղատնտեսական տարին ծանր է եղել Խոյ, Մեծամոր, Բաղրամյան եւ Արմավիր քաղաքների մի շարք համայնքներ այս տարվա կարկուտից ամենաշատն են տուժել։ Շատ գյուղացիներ մինչ օրս չեն ստացել խոստացված փոխհատուցումը, իսկ ստացածներն էլ այն համարում են անբավարար։ Գյուղացիները նշում են, իրենք մեծ ծախսեր են անում տեխնիկայի բուժումների մշակման համար, 1 հեկտարի վրա երբեմն մինչև 1 միլիոն դրամ ներդնելով։ Սակայն բերքը վնասվել է, ծիրանի վաճառքն էլ գրեթե չի եղել եւ այժմ ստիպված են նոր վարկեր վերցնել։ Միևնույն ժամանակ հարկային պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Գյուղացիները դժգոհում են, պետության աջակցությունը ամենադժվար պահին չկա։ Տվել են քիչ են տվել, դե մի 4-5 միլիոնի վնասի չափը բերել են, ասենք մի 173,000 դրամ փող են տվել, մի հեկտարին է տայել է։ Ինչքան է ընդհանուր։
Մարտունի քաղաքում ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել 2600-ից ավելի 3 ամսական ճուտ է սատկել։ Դեպքը Երևանյան փողոցի թիվ 165 տան անասնագոմում է եղել։ Բնակիչներն են հայտնաբերել սատկած ճտերին, երբ առավոտյան գնացել են կերակրելու։ Եկան առավոտյան մտնելուց, իրանք արդեն ճտերը բերաներին դուրս եկան։ Բնակիչներն այն կարծիքին են, որ ճտերին թափառող շներն են ոչնչացրել, իսկ ընտանիքին պատճառվել է մոտ 6 միլիոն դրամի վնաս, մինչդեռ կենդանիները նրանց ապրուստի հիմնական միջոցն են։ Վարկերով էլ վերցված։ Էսա ցանցնա, որը հենց թափառող շներն են նստ։ Իրենց թափառող շներն են բան ցանցը պատռել ու մտել են ներս։ Տեսնեք, տարբեր հատվածներում շների նույնիսկ հողամասի տարբեր հատվածներում է։ Հարևանները Գեղարքունիքի մարզպետարանին, Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմին են դիմում, նաև էկոնոմիկայի նախարարին։ Հնարավորության սահմաններում այս ընտանիքին օգնելու համար, քանի որ մեկ գիշերում կորցրել են իրենց օրվա հացի հիմնական աղբյուրը։ Այդ մեկը փախել է, այդ մեկն է մնացել է։ Էդի մնալու հաշիվ չի։ Ես էլ ասած։